Ձեր ընտրվելու դեպքում մի քանի հարց ունեմ բարձրաձայնելու, կուզենամ որ դուք գործուն քայլերով ցույց տաք, երբ որ ասում եք Վարդենիսի հիվանդանոցը կառուցվում է, Վարդենիսի հիվանդանոցը չի կառուցվում, Վարդենիսի հիվանդանոցում նախագծանախաշվային փաստաթղթերը պատրաստ է եւ ասում են հողի խնդիր կա, այսինքն նախագիծը պատվիրվել է, հիմա նոր հասկացել եք, որ այդտեղ ինչ-որ սահմանակից սեփականատիրոջ հողի վրա է կառուցելու իբրև թե, եւ սա տեխնիկական բնույթի է դորականում, ես չեմ հասկանում, նախագիծը ոնց կարող առանց սեփականության վկայականի կատարվի, սա մեկ, այդ խնդիրը պաթանոլոգիական լաբորատորիաների ինչպես գործընկերը պարզեց, նաեւ վերաբերելի է ճամբարակ համայնքում, սահմանամերձ, ես վերջում եղել եմ, մի հատ գնացեք այդ դժգոհությունները տեսեք, մարդը դիակը բերում է, սևանում է երձում Ինչքան լրացիչ ֆինանսական աշխատանքի դժվարություններ, ֆիզիկական եւ ժամանակային դժվարություններ կա։ Եվ ձեր նախորդ գործընկերն ասում են տրանսպորտ կա, նախարարն ասում է դա մենք ապովել ենք, ձեր բարձրացածը 70 չէ, 45-ը։ Ասում եմ ընկեր, դժգոհությունը գնալով խորանում է։ Այդ խնդրին լուծում տալ է պետք, թե չէ ասած լողացող ու շատ շուտ լուծում տալ է պետք, որտեղ դուք ձեր Զեկույցում ձեւ խոսքում ասեցիք, որ մենք համակարգը ծառայեցնում ենք ժողովրդին, այդ ձևով եք ծառայեցնում ժողովրդին։ Դիակը վերցած 60 կիլոմետր բերում է մարդուն հերձելու, 6 ժամ սպասում է հերթի պատճառով, ոչ բան։ Հետո հետ է տանում այդտեղ։ Սա մեկ եւ երկրորդը, որ ասում եք աշխատավարձների հետ կապված, նախ ասեմ, որ դեկտեմբեր ամիս աշխատավարձ չեն ստացել մարդիկ։ Գնացեք նայեք, ասել է, որ ձեր ունեցած խնայված միջոցներով փորձեք այդ աշխատավարձները կարգավորել առանց խաղմուկ, սա մեկ։ Երկրորդը հաշվարկները դեռ կատարված չի, հունվար ամսվան ինչ որ կանխավճարային գումար են ստացել, մնացած ասել են որոշակի չափորոշիչներ եւ նախարարի կարգադրություն կամ հրամանք իջացնեք, որպեսզի կանոնակարգենք ձեր աշխատավարձների լրացուցիչ ծանրաբեռնվածության խնդիրը։ Սա էլ չի լուծվել։ Սենց օդի մեջ ասելով դա լուծում չէ։ Մարդը պետք է լուծումը տեսնի, որ հասկանա, թե կա հերձարան, կա աշխատավարձ ստացող, մենք չենք կարող այդ չեղածը բերել, ավարտում եմ պարոն Ռուբիան, չեղածը բերենք բարձրացնենք։ Պարոն Ղազարյան, այո, Վարդենիսի մասով դուք այդ խնդիրը առաջի անգամ չի, որ բարձրաձայնում եք եւ այն ժամանակ էլ կար խնդիրը, հիմա էլ կա, նախագծային հաշվարկները, երբ որ արել են եւ այնտեղ ինչ որ աշխարհագրական դիրքի հետ կապված խնդիրներ կա, դա կարծում եմ մեր տիրույթի լուծելու հարց չի։ Եվ ես կարծում եմ, որ նաեւ եթե կա նմանատիպ խնդիր, այդ խնդիրը անպայմանորեն կլուծվի, եթե տեղի ունեցել սխալ, որը որ մեր տիրույթում քննարկելու տիրույթում չի գտնվում։ Դա մեկ, աշխատավարձների մասով Ես համաձայն չեմ ձեր հետ, դեկտեմբեր ամսին աշխատավարձային հաշվարկ եղել է եւ ստացել են, իսկ հունվարի 1-ից արդեն ասեցի, որ ապահովության ներդրման արդյունքում այո, առաջացել են որոշակի խնդիրներ եւ այդ խնդիրները լուծման որոշակի մեխանիզմներով կկարգավորվեն եւ այդ թվում նաեւ բժշկական հանրության ծրագրային տիրապետելիության խնդիր կա, որպեսզի ծավալային առումով ոչինչ դուրս չմնա մուտքագրումներից։ Արձագանք Պարոն Օհանյան, կարող եք ճշտել դեկտեմբեր ամսին առաջնային պահպանման օղակները, այդ թվում պոլիկլինիկաները եւ ամբուլատորիաները աշխատավարձներ չեն ստացել, հստակ է դա։ Ինչ վերաբերվում է Վարդենիսի տարածաշրջանի հիվանդանոցային կոմպլեքսի կառուցմանը, այդտեղ դուք թերություն ունեք, ասում եմ, հողը չեղած նախագիծ եք իբրև թե այդ բանարը պատվիրը փողը ծախսե։ Երկրորդը ճամբարակի հետ կապված 16 թվականին բավականին ժամանակակից հիվանդանոց կան տեղ, բանդեղի չեք պաթանոլոգիական լաբորատորիայի խնդիրը լուծում։ Այդտեղ ասում եք, որ բան չի 16 թվականին ես իքսել բացման եղել եմ ճամբարակում, բավականին եւ ասում եք սարքավորումներով ագեցվածության աշխարհը բարձրացել եք։ Դուք չունեք մեկնեղ մասնագետ այդ տարածքներում։ Չունեք մասնագետ, որpիսի օրինակ Մարտունուս պետք է անեստեզիոլոգը գնա տեղ, նարկոստա կամ նեղ մասնագետը չկա, որ վերցում բերում են Երևան, դրա համար էլ ծանրաբեռնվածություն ասում եք համաչափ մարզային հիվանդանոցները զարգացել եք, չեք զարգացել, չկա մասնագետները տեղ, փաստ այդի։ Պարոն Ղազարյան, էլի համաձայն չեմ ձեր հետ, այո, կան որոշակի խնդիրներ տարածաշրջանում տարբեր հատվածներում մեր երկրի, որտեղ նեղ մասնագետների ներկայությունը համաչափ չի բաշխված եւ սա կոմպլեքս խնդիր է։ Եվ կարգավորման տարբեր մեխանիզմներ կան դրա հետ կապված, եւ ես կարծում եմ, որ մենք բաց ենք այդ քննարկումների համար եւ որևէ խնդիր չկա առարկայական ինչ որ իրադրության հետ կապված քննարկում իրականացնելու։ Իսկ ինչ վերաբերում է մեր կողմից իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքներին եւ ոչ միայն բժշկական հաստատություններին վերաբերվող, այո, դրանք ակնհայտ են ուղղակի եւ
եւ կրթական համալիրներ, եւ բժշկական հաստատություններ, եւ տարբեր ենթակառուցվածքներ այսօր բարելավում եւ բարենորոգվում են։ Այդ առումով ես նոր դրա մասին էի խոսում, որ չարժե նսեմացնել եւ չարժե որակավորել վատ առումով այն ինչ որ արվում է այսօր մեր իշխանության կողմից եւ այս տարիների ընթացքում։ Շնորհակալություն։